ներկայացուցչական նմուշներ են, մի մասը վերաբերում է հիմնական ապարների, որտեղ որ մեր հանքայնացումը ներփակված է, մի մասը հանքայնացման տեսակներն են, լրիվ նմուշները համարյա ներկայացված են, ասենք, նայեք, խիակոչում պղինձ մոլիբդենային կոմբինատ, որովհետև այս կանաչը, տեսեք, սա խալկոպիրիտն է, ինքը պղինձի միներալ է, 33% պղինձ է, և մոլիբդենի օրինակ հեսա ցույց կտամ, տեսեք, այս կապտավոն սենց մանր երակիկների մեջ մոլիբդենն է նստած, մոլիբդենիտն է, մոլիբդենի սուլֆիտ է, և հիմնական տարերը պղինձ մոլիբդեն կաջարանի կոմբինատում, նաև ունենք ոչ հաճախ հանդիպվող, այս էլ շատ եզակի նմուշ է, ինքը էպիթերմալ հանքայնացման երակային տեսակ է, որի մեջ արդեն բազմամետաղներ կարող եք տեսնել, այս ծաղկակաղամբային տեքստուրան դեղնավուն որ կա դրան սվալերիտ է կոչվում, ցինկի սուլֆիդն է, այս դեպքում ես որ նման է մոլիբդենին, բայց մոլիբդեն չի, գալենիտ է, կապար է, և որոշակի արծաթել կա մեջը, որոշակի շատ չնչին ոսկեր։ Սրանք հազվադեպ հանդիպվող են սովորաբար պորֆիրային հանքայնացման թևերին կամ մի քիչ հեռավորության վրա նաև լինում են այս տեսակի էպիթերմալ երակներ։ Սրանք ներքևում ոնց է կատարվում հորատման աշխատանքները, հետախուզական աշխատանքների մեջ հորատումը շատ պարտադիր երևույթ է, որով կարողանում են իմանան խորը հորիզոններում պաշարի քանակը, որպեսզի կարողանան հասկանալ ինչքան պաշար ունեն և ասենք հանքը քանի տարի կյանք ունի, որ կարողանան ստրատեգիական պլաններ մշակեն, տնտեսական արժեքներ ստանան և այլն։ Մոտ 2 միլիարդ պաշար հաստատված կան, բավականին երկար կյանք ունի, հորատման, նայեք, այս հորատաձողը կտրված է, սա ոնց որ համարեք հորատման հաստոցն է, բայց մակետը, ինքը հորատման հաստոցը ավելի մեծ է, ուղղակի ինքը այս հորատաձողով ներքևը թագագլխիկը տեսնում եք, հորատում են և հորատահանուկը որ դուրս է գալիս, այս